Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կարելի է պարոն վարչապետ ամփոփելով ձեր ասածը պարոն Միրզոյանին պատասխանեմ, խոսքը այո միայն այնպիսի ընտանիքների մասին է, որոնք պոտենցիալ չեն կարողանալու օգտվել այն ծրագրից եւ 10 տարին ավելի շատ մեր համար է առաստաղ, որպեսզի մենք մեր սոցբնակ ֆոնդը զարգացնենք, ապագայում այդ մարդկանց տանք այնտեղ ապրելու հնարավորություն, որտեղ այլ պարագայում դա կարելի ասել թող կոպիտ չընչի, բայց ցմահ, հա, տալիս ենք, բայց մենք մեր արժև ենք դրա առաստաղ, որպեսզի այն համայնքներում, որտեղ որ մենք կարիք ունենք սոցիալական բնակարաններ ստեղծենք, ու այս քաղաքացիներն, ասենք հարգելի քաղաքացիներ, տեղափոխվեք արդեն մշտական, հա, այսպես ասած, ավելի միգուցե նույնիսկ լավ պայմաններով ապրելու եւ ձեր օրինակները ամբողջությամբ տեղին են, պարոն վարչապետ, խոսքը իրոք այնպիսի քաղաքացիներ, որոնք աշխատունակ չեն լինելու եւ չեն կարողանալու, ու նաեւ տեսեք մենք օրինակ 5 միլիոն դրամը դիտարկում ենք մի որևէ գյուղում տուն ձեռք բերելու, հա, բայց եթե օրինակ այդ մարդուն անհրաժեշտ է նաեւ այլ ծառայություններ, հա, իր տարիքով կամ հաշմանդամությամբ պայմանավորված, իրան ավելի հարմար կարող է լինել քաղաքում ապրել, որտեղ այնտեղ կան աջակցության այլ կենտրոններ, բժշկական կենտրոններ ավելի հասանելի, ինքը պատրաստ կլինի այդ փոխհատուցման մի մասը ինչ որ տալիս ենք այդ փոխհատուցումը ստանալ եւ իր կենսագործունեությունը այդ տարածքում շարունակել։ Եվ ուրիշ բաների մասին էլ եմ, իհարկե թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց էլի որոշակի ասոցիացիաների տեղ կա։ Օրինակ տեսեք, մեր իրականության մեջ տունը սրբություն է, չէ՞, այո, սրբություն է եւ դա տենց էլ կա։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք նայենք, թե մենք մեր տների արտաքին խնամքին ոնց ենք վերաբերվում։ Ասենք ո՞նց ենք վերաբերվում։ Ասենք դե մեր մոտ տենց կուլտուրա չկա, ասենք դու բան չունես, որ քո ցանկապատը շուռեկած ժանգոտած է կամ չգիտեմ ինչ, դու պրոբլեմ չունես դրա հետ։ Բացարձակապես խնդիր չունես դրա հետ։ Ասենք հələ դռնից ներս, այս մենակ բաների մասին չի խոսքը, բազմաբնականների մասին չի, առանձնատների մասին էլ է խոսքը։ Էլի եմ ասում, ես իմ աչքով եմ տեսել, պետությունը միլիարդներ է ծախսում, երբևէ գոյություն չունեցած, ասենք ճանապարհ է կառուցում, մարդու բանի ցանկապատի տակով անցնում է, մարդը ալարում է, ասենք այդ շուռեկած ցանկապատը մի հատ sense գոնե sense անի, երկու հատ ձգի եւ մի հատ ասենք ենթադրենք 500 դրամանոց ներկով ներկի, չկա տենց բան, բայց տունը սրբություն է։ Այս դեֆորմացիաների հետ մենք պետք է առերեսվենք, որը շատ լուրջ պրոբլեմ է, ինքը տենց չի, որ մենակ տենց իրավիճակ է, և դա կապված է, ընդ որում բոլորս դրա մաս ենք, սա այնքան ենթագիտակցական շերտ է, որ մենք, սա ուրիշի մասին չի, սա մեր մասին է, սա իմ մասին է, հիմա ասենք այն օրը, որ բան արինք, այն օրը, որ ասցի, կարդում է ասցի ես մեր փողոցն է, դե ես այդ տրամբանությամբ, էդ էլ ճիշտն ասած ես չէի, էդ էլ նախաձեռնությունը իմը չէր, եղբորս էր նախաձեռնություն, թե չէ, նույնիսկ եղբորս չէր, կներեք, բանին էր, մարսպետինն էր, որ բանը ասվալտ ենք անում այդ ճանապարհը, այնտեղ են մուտքի հատվածը տենց է, ես իմ երբ վերջին անգամ կարող եմ մի քիչ այդտեղ ինչ-որ բան արվի, որ իսկապես գոնե սեփական օրինակով իմ մտքով էլ չէր անցնի, տեսեք ես անդադ խոսում եմ, բայց ես իմ մասին եմ խոսում, որովհետև մեկ որ սենց ասում եմ, մարդիկ ասում են, տեսեք ժողովրդի մասին ինչ է ասում, ես իմ մասին եմ ասում, որովհետև ես էլ ժողովրդից մեկն եմ։ Այս գործելակերպ պետք է փոխվի, եթե պետությունը իմ տան առաջ 500, 200, 300 միլիոն դրամ դնում է, անում է կառավարությունը, պետք է մտածեմ, ասեմ, լավ, կարամ ասենք 3 պաչկա Marlboro քիթ ծխեմ, մի բան էլ ես անեմ, որ արձագանք ստացվի, երկխոսություն ստացվի։ Հիմա եկեք գնանք տենանք այդ բաներով, միլիարդավոր բաներով, դրամներով բան ենք արել։ Ճանապարհներ են կառուցել, լուսավորություն քաշել, եկեք մի հատ մոնիտորինգ անենք, թե քանի մասնավոր անձը իր ցանկապատը ներկել։ Ես չգիտեմ, բայց այդ շատ հետաքրքիր հետազոտություն կլինի, եթե պարզվի, որ 50%-ը արել է, ես դրանից կերջանկանամ, բայց գոնե վիզուալ տպավորությունը ստենց չի, ընդհակառակը, ես ինչքան գնում եմ, տենում եմ
Այս կարդացած նախագծերը, որ կողքով անցնելիս եմ ելնում, ասում եմ հələ մտնեմ տենամ ինչա տեղի ունեն։ Տենում եմ sense քանդած տրուբա է հանցկացրած է։ Առաջին արձագանքն է դա ասֆալտ են արել։ Բա ինչ անենք որ մի հատ քանդենք, բա տրուբա բան տենց լար չկա անելու։ Ус ֆունդամենտալ պրոբլեմա, մենք չենք ընկալում սրա կապը մեր աշխարհաքաղաքական վիճակի հետ, մեր տնտեսական վիճակի հետ, մեր սոցիալական վիճակի հետ։ Այն որ այս վերջին դեպքը, որ կառավարության նիստում էլ խոսեցի։ Մարդը նամակ է գրում, սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն ցույց ենք տալիս, երկրորդ նամակն է գալիս, երրորդ նամակն է գալիս, ի վերջո նախարար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից կամ խորհրդականներից որը մեկին կամ նախարարին, նախարարը ուղարկում է տան ֆոտոները։ Ես նամեմ չեմ կարող հավատամ այդ բանին։ Տանը տեղ չկա։ Ասենք տունը ինչ վիճակում է հասկանում եք նորոգած է, նորոգած չի, չես էլ կարա հասկանաս նորոգած է, նորոգած չի։ Որովհետև մեջը այնքան ոչ մի արկղ ինչ որ բան, չեմ ուզում ինչ որ բան ասեմ, որ վիրավորական ենթատեքստ ունենա, բայց նայում ես շշմում ես, ասում ես, բայց ինչ կապ ունի այս տան այս վիճակը 5000 դրամ ավել ունես, թե պակաս ունես, կամ ունես, թե չունես։ Ասենք բնակելի տարածքը պետք է ինչ որ մի բանով տարբերվի։ Դե տար միլիոն դիրը տեղի, ոչ մի բան, այսինքն դրա համար տեղից առաջացավ նաև որ պետք է նաև կենցաղավարության կրթություն լինի մեր, որտեղ այդ ընդունված չի խոսել մեր իրականության մեջ։ Ընդունված չի խոսել մեր իրականության մեջ դրա մասին։ Բայց պետք է խոսենք, չի լինի տենց։ Ես 1000 ներողավորվելու են, բայց ես էլի ուզում եմ, չեմ կարա չասեմ այդ բաները։ Ես օրինակ էքսպերիմենտ ունեմ, երբ որ մարդը ֆինանսական աջակցություն է ուզում, ես ինչ եմ անում, նույն էլեկտրոնային փոստով փնտրում եմ իմ էլեկտրոնային փոստում։ Եվ տենում եմ հարյուրավոր նամակներ են։ Ընդ որում ասենք 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք ի՞նչ է փոխվում այդ մարդկանց կյանքում Այսինքն ընդհակառակը ստացվում է որ մի հատ ձև կա նամակ գրես փող ստանաս այդ ձեր ասած այդ արդեն ստեղ աշխատում է որ ուրիշ անելու բան չկա բայց մյուս կողմից ասում ես լավ ինչ անես լավ Ասենք երբ որ այդ ընտանիքում երեխա կա, երբ որ վերջը սա ինչի՞ց է մենք չենք բանանում, մենք չենք առերեսվում այս խնդիրների հետ։ Մենք չենք առերեսվում, մենք բավարար չափով գրագետ չենք, բավարար չափով կոշտ չենք մի շարք հարցեր լուծելու համար։ Մենք այնտեղ որտեղ պետք է որ հստակ կառավարչական որոշումներ կայացնենք, մենք բանենք, էմոցիոնալ ենք Այնտեղ որտեղ պետք է լինենք էմոցիոնալ, ոնց որ տենց շատ բան ենք։ Կամ էլ հակառակը չգիտեմ։ Բայց խնդիրները այս շերտից են սկսում։ Ես անկեղծ եմ ասում, բոլոր խնդիրները այս շերտից են սկսում։ Բայց չծանրացնենք։ Խնդրեմ այլ դիտարկումներ թեմայի հետ կապված համեցեք։